միջնորդություն է ներկայացվել նախ հարուցված քրեական գործին, առաջադրված մեղադրանքին, ընդհանրապես խուզարկությանը, առգրավված իրերին եւ հեղաշրջման փորձին, եթե անդրադառնաք, ինչ կարող եք ասել։ Ասելիքը նույնն է մնում, այսինքն սա իշխանության կողմից կազմակերպված ընդդիմախոսների դեմ արշավ է, մեղադրանքները իմ համոզմամբ կեղծ են, հորինած են, հեղաշրջման մասնավորապես առումով, եւ սա նորից արձանագրենք, որ սկսել է ամսի 20-ին այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը գտնվում էր Թուրքիայում, եւ մեր գնահատականը դեռևս այդ օրերին սկսված գործողություններին էր, որ նա սա նախաձեռնել է, քանի որ նոր զիջումների է պատրաստում գնալ եւ այն իր ակնկալիքը, որ հանրությունը կարող է իմանալ եւ ընդդիմանալ դիմադրության, կարող է նա հանդիպել, կանխավ ընդդիմադիրներին, այսինքն այն ընդդիմադիրներին, որոնք ամենաշատ ազդեցությունը ունեն հանրային տրամադրությունների եւ գործընթացների վրա, նրանց սկսեցին ձերբակալել եւ հիմա այդ process-ը այդ օրից ամսի 20-ից սկիզբ առավ եւ հասավ արդեն նրան, որ երեք այդ կեղծ իմ համոզմամբ էլի կեղծ թուղթն է հրապարակվում, որը իդեպ փաստաբաններ, չգիտեմ ով ուշադրություն էր հրավիրել, որ այդ թուղթը իր վրա նույնիսկ ամսաթիվ է կրում 24 թվի, չէ՞, դուք էլ հավանաբար տեսել եք։ Այսինքն դա մի տարվա վաղեմության, նույնիսկ եթե պայմանական ասենք իրենք չեն կեղծել, դա ինչ որ մեկի մոտից գտել են, չէ՞։ Հիմա շատ մարդ կարա նստի իր մտքերը, իր այսպես ասած երազանքները թղթին տա, բայց չի նշանակում, որ դա ինչ որ մեկի ընդդիմության ծրագիր է, հատկապես երբ մի տարվա առաջվա ժամանակացույց է զետեղված։